Աբեդարանը այն միակ ճշմարիտ բարի լուրն է մեղավորների համար, մեղավորներից փրկության համար աբեդարանը Աստծո փրկության կանչն է, քույրեր եղբայրներ, եւ մեզ այսպես ասում աբեդարանն Աստծո խոսքը Ռոմայեցիս 8-րդ գլուխ 31 խոսքս եմ կարդում։ Ուրեմն ինչ ասենք այս բանի համար, եթե Աստված մեր կողմն է, ով պիտի լա մեզի հակառակ, ան որ իր որդին չխնայեց, հապա մեզի մեր ամենու համար մատնեց զանիկա, ալ ինչպես անորետ ամեն բանը մեզի չի պարգևե։ Ով է, որ Աստծո ընտրալներուն դեմ մեղադիր լա, Աստված է, որ կարտարացնե, փառք Տիրոջը։ Ինչ մեծ ողորմություն, քույրեր եղբայրներ, մեղավորներից համար ինչ մեծ ողորմություն։ Ուրեմն ինչ ասենք այս բանն համար, եթե Աստված մեր կողմն է, ով պիտի լա մեզի հակառակ, ան որ իր որդուն չխնայեց, քույրեր եղբայրներ, այսօր Աստված մեղավորի կողմն է, այսօր Աստված ընկածների կողմն է, այսօր Աստված կորսվածների կողմն է, թուլացածների կողմն է, նա որ իր որդին չի խնայե, էլ ինչ պիտի խնայի, քույրեր եղբայրներ, ինչ ճշմարտություն ասում աբեդարանը, Աստված մեր կողմն է։ Գիտեք, սատանան շատ անգամ խաբում է շատ մարդկանց, շատ վիճանի մեջ ընկածների, շատ տգածածների, թե Աստված քո կողմը չի, դու այսպեսին ես, դու այնպեսին ես, դու եւ այլես, քույրեր եղբայրներ, Աստված մեր կողմն է, Աստծո խոսքն ասում, Աստված մեր կողմն է, ով սելի հոգի, իմ քույր եղբայր, Հիսուսի սերը քո վրա երևացել է, Աստծո սերը որդիով քո վրա հայտնվել է, Աստված քո կողմն է, Աստված կորսվածի կողմն է, քույրեր եղբայրներ, երբ որ մարդու հավատքը աբեդանի խոսքի վրա է, Աստծո խոսքն է բռնում, եւ մարդը խոսքը ասում է հավատք, Աստված իմ կողմն է, ու մարդը հավատում է Աստծո խոսքին, այդ ճշմարտությունը ունի ապացույց քո համար գործելու, քույրեր եղբայրներ, փրկելու համար, մաքրելու համար, ամեն խավարից ազատ անելու համար, քույրեր եղբայրներ, Աստված մեր կողմն է, Աստված տկարի կողմն է, թույլի կողմն է, ընկածի կողմն է Աստված, սելի հոգի, մի գայթակղվի քո վիճակից, մի հիասթափվի քո վիճակից, մի կոտրվի ու ետ քաշվի, այդ սուտ մտքերին տեղ մի տուր, Աստված քո կողմն է, դու հավատա Աստծո խոսքին, դու բռնի աբեդաների խոսքը, այն որպես լույս քո ճանապարհներին, քո շավիղներին, դու բռնի Աստծո խոսքը, ինչ վիճակի որ դու կաս, ինչը չի ստացվում, մանավանդ այս օրերի մեջ շատերը զանգում են, խոսում ենք, զրուցում ենք, ամեն օր կարելի ասել, որ զրուցում ենք, խոսում ենք հեռախոսով, տարբեր միջոցներով, ու այսպես կարծես թե անվստահություն, կոտրվածություն, անհավատության մտքեր, տարբեր վախեր, թե ոնց կլինի իմ վիճակը, ես կհասնեմ արդյոք, եթե Աստված քո կողմն է, արդեն դու ունես այդ կարողությունը, որ հասնես, որ մտնես այդ փրկության մեջ, որտեղ Աստված քո կողմն է, ամեն միջոց ինքը հնարում է քո համար ով հոգի, ով եղբայրս, քույրս, ով նոր, որ նոր ես եկել, այն պլբացող պատրուկի պես ես, կարծես թե սատանան կուզի մարել այդ պլբացող պատրուկըդ, այն ջախջախված եղգի պես ես, ուզի որպես լրիվ արմատախիլ անի, կոտրի գցի, հերը քո կողմն է, դու փառահոր Տիրոջ անունը, որ նա քո կողմն է, նա մեղավորի կողմն է, նա կորսված գառնուկի կողմն է,
Անապատում ընկածի կողմնա, գալի, որը կատի մեջ կսած գարան կողմնա, բարի հովը ձգը կերկարի, քուրեր եղբաներ ջան, եթե Աստվածն է կողմն է, ով պիտի լա մեզի հագարակ քուրեր եղբաներ, թող քանդվի սատանայի ստերն, այդ հագարակ ստերը, այդ հագարակ մտքերը, նա այդ կրագոտները մարի Հիսուսի անունով, ով պիտի լա քեզ հագարակ, դու բռնի Հիսուսի խոսքը, Աստված քո կողմն է, քուրեր եղբաներ, համարձակ արի իր առաջ, ասա տես ինչ կա ներսս, ազատի այդ անհավատությունից, այդ ծդություններից, այդ վիճակից, իմ ընկած տեղից ինձ ոտքի անիր, ով իմ Աստվածս, որտեղ նա քո կողմն է քուր եղբայր, հիմա դու ձեռքը քո վրա է, նա լսում է քո աղաղակին, բյան բաց փառք Հիսուսին, դավանի, ասա դու իմ կողմն ես, իմ ձեռքս ես քեզ եմ երկարում, իմ բանս քեզ եմ բանում, իմ աչքերս քո վրա է, որտեղ դու ես իմ հույսը, քուրեր եղբայրներ, եւ Աստված ամեն կորսվածի համար միջոցներ ունի, հնարք ունի Աստված, որովհետեւ ամեն կորսվածին փրկի քուրեր եղբայրներ ջան, Աստված չունի կամք մեղավորի կորուստի, Աստված չունի կամք մեկին, որովհետեւ չփրկի, Աստծո միջոցները մի նպատակի համար է, փրկելու մեղավորին, փրկելու կորսվածներին եւ ազատ անի սատանայի ձեռքից, նայել որպեսի այն բանդակյալների բանդի դռները բանալու, այն կապված են արձակելու քուրեր եղբայրներ, նա դրա համար եկել, նա այունը դրա համար է թափվել, նա խաչի վրա գինա վճարել, դառը տառապանք կարել քո փրկիչդ, Հիսուսին դու նայի, իր խոսքը դու բռնի, իմ հարազատ քուր եղբայրս, եւ երկրորդ թագավորած գիրք, երկրորդ թագավորած 14 գլուխ 14 խոսք եմ ուզում կարդամ, 14-ի 14-ը, դες ասացի հնարքներ է բանացնում, քանզի մենք իհարկե պիտի մեռնենք, ու գետինը թափված ջուրին կնմանվենք, որ մեմնալ մեկը չի ժողվե, եւ Աստված մարդու հոգին չի առնում, հապա միջոցներ կփնտրե, միջոցներ կհնարե, միջոցներ աման գալիս, որպեսզի աղսորվածը իր մե աղսորված չմնա, քուրեր եղբայրներ, միջոցներ փնտրում Աստված, հնարքներ որոնում Աստված, որ նա քո կողմն է, որպեսզի աղսորվածը աղսորված չմնա, կորսված չմնա քուրեր եղբայրներ, նա միջոցներ փնտրում, հնարքներ փնտրում Աստված, դե սատանան հնարքներ փնտրե ու քեզ բռնելա, քեզ աղսորելա, քեզ կապելա, այդ սուդությունով, իսկ քո կողմ կանգնած Աստված, Աստծո որդին, այդպես ասում, ես քո կողմն եմ, ես քո մոտն եմ, ես քո համար եմ եկել, քեզ փնտրում եմ, ուզում եմ քեզ հայտնվեմ, քեզ ազատ անեմ այդ կաբաններից, այդ գուբից հանեմ քեզ, այդ աղսորվածը, այդ դռները բանամ այդ աղսորվածի, որ սատանան աղսորել է, սատանան կապել է, խապել է, պիտի ես ազատ արձակեմ, քուրեր եղբայրներ ջան, դա քո սիրող հայրն է ասում քո համար, ով քույր, ով եղբայր, ով հոգի, ով ջահջահված եղեք, խոսք ունեսու, հաճության խոսք, որ աղսորվածին, դե աղսորված չթողեմ ասում Աստված, քուրեր եղբայրներ ջան, եւ վերջի խոսքը ուզում կարդամ Եսայա 51 գլուխ 14 խոսքը, 51-14, ինչը հայտարարում, տկարի Աստվածը, ընկածի Աստվածը, թուլի Աստվածը, քո Աստվածը, իմ Աստվածը, բարեկամս, ինչ գեղեցիկ ասում, կապվածը շուտով պիտի արձակվի, ու գուբի մեջ պիտի չմեռնի, կապվածը շուտով պիտի արձակվի, ու պիտի գուբի մեջ դի չմեռնի, դի չմնա այդ վիճակի մեջ, որտեղ ինքը քո կողմն է,
իմ բարեկամ, իմ հարազատ քույրս, եղբայրս, երիտասարդ, ով օդականի պես ամենաշխարհի ծայրերում բնակված, իմ հայ եղբայրս, քույրս, եզի եղբայրներ քույրեր, քո փրկիչը կենտանի է, որ ասեմ, որ կապվածը պիտի շուտով արձակվի, պիտի գուբի մեջ չմեռնի, դի չմնա այդ վիճակի մեջ, դու ունես խոսմունք, քո սիրող փրկչից, դու ունես հայտություն, որ քեզ հայտարարում է Տերը, բացանում քեզ խոսքը, պիտի չմնաս այդ վիճակի մեջ, դու մինայ քո վիճակին, մինայ քո տկարությանը, միատը որ չի ստացում, դու նայի Տիրոջը, դու նայ իր խոստումներին, պիտի չմնաս այդ վիճակի մեջ, նա հանար կա փնտրում, նա միջոցներ է հանարում, նա քո կողմն է, նա իր որդին չի խնայե քո համար, այո, քո համար, կամ մի տագալիս իմա թե միգուցե ուրիշի համար է, իմ համար չի, այո, հենց քո համար, դե որդին չի խնայե, Քրիստոսի կյանքը դրել է, նա մեռել է քո փոխարեն, քո մեղքի հանցանքի համար, արել է հարություն, քեզ արտահայտություն տալու համար, դու Քրիստոսով արտահայտված ես, դե դա չի խնայի իր կյանքը, ինչը պիտի խնայի իմ հարազատ, նեսդ բաց Հիսուսի, հանձնվի իրան, ասա Տեր, ահա ես, դες ինչ կա նեսս խանգարող քեզ, այդ սատանան ինչով է բռնել քեզ, ինչով է կապել քեզ, ինչքան ժամանակ է, որ կապելեց այդ մտքերով, այդ սուտություններով, կամ այդ հիվանդությունը կապել քեզ, այդ խավարն է իջել քո վրա, պիտի չմնա կապված, Տիրոջ անունը փառավորվի, Տիրոջ անունը բարձրանա քո կյանքի մեջ, որ պիտի կապվածը շուտով պիտի արձակվի, Ալելույա Տիրոջ, մեղքն է կապել քեզ, սատանայցն է կապել քեզ, հիվանդությունն է կապել քեզ, երկար տարի ես, դի այսօր Տիրոջից ունես խոսք, պիտի կապված չմնաս իմ հարազատ քույր եղբայրս, Տերը կենդանի է, նա սիրում է քեզ, նա նայում է քեզ, քո փրկիչդ ողջ է, ալելույա իրան, նա քո սիրուց ամեն բան պատրաստ է անելու հարազատս, Տերը փառավորվի, դու հավատքով բռնի Տիրոջ խոսքը, խառնի քո մեջ Աստծո խոսքը հավատք դառնալու համար, եղբայրս լավ ասեց, հավատքը լսելուց է, լսելը Աստծո խոսքից, հավատքը Աստծո խոսքն է, հավատքը վիճակը չի, հավատքը տկարությունը չի, հավատքը ընկած պարագաները չեն, հավատքը մեղքի պարագաները չեն, հավատքը Աստծո խոսքն է, որ պիտի փոխի վիճակը, բարեկամ, պիտի բժշկի վիճակը, քանդի խավարի կապանները, մեղքի լույսը քանդի, հավատքը Աստծո խոսքն է, քեզի խոսքը դարձու հավատք, մի վիճակը դարձու հավատք, մի դարձու երևույթը հավատք, այլ խոսքը հավատք դարձու, խոսքը բռնի, խոսքին հենվի, խոսքին ապավինվի, ամեն վիճակի մեջ, Աստծո խոսքը սրի պես է, կտրում է, անցնում է, բնակվում է, մաքրում է, ազատագրում է, լույսի պես է, սփռում է լույս հոգուտ աշխարհի մեջ, եւ սատան ամեն հնարները քարու քան դանում, Աստծո խոսքը մուրճի պես է, կոտրում է ժառը, սատանն ինչպես է ժառը բարձրացրել, կոտրվում է Հիսուսի խոսքի մուրճի զորությամբ, ալելույա Տիրոջը, այդպեսին է քո փրկիչը, նա քո կողմն է, իմ քույր, իմ եղբայրս, Տերը թող փառավորվի, Տերը թող զորացնի, այդ հավատքով լցվի կենդանի խոսքի զորությամբ, կենդանի խոսքի հայտնությամբ, կենդանի խոսքին հենվելով, կյանքը կփոխվի, ընտանիքում կգա բժշկություն, երեխաները կփոխվեն, մայրդ հայրդ կփոխվեն, հիվանդությունը կմաքրվի, կբժշկվի Հիսուսի կենդանի խոսքի զորությամբ։ Հիսուս այդպես ասեց, դուք մաքուր եք այն խոսքով, որ ձեզի խոսել եմ,
Աստծո խոսքը ամփոփող է